Փորձագետների շրջանում տարածվում են տեղեկություններ, որ Իրանը սահմանափակում է պարենմթերքի արտահանումը։ Օրագիր Նյուզը Իրանից գյուղմթերքի հնարավոր արտահանման սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ պաշտոնական տեղեկություն չունի Իրանի կողմից նման որոշման վերաբերյալ, սակայն նման զարգացումը չի բացառվում հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը։ Պարենային ապահովության առումով հաստատ համոզվածում որ ինքը անվտանգությունից ելնելով պետք է միջոցառումներ ձեռնարկի, միջոցառումներից մեկն էլ կլինի արտահանման դադարեցումը։ Չի բացառվում։ Գյուղատնտեսի խոսքով նման քայլը անմիջական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Որտեղ սա գալիս է ժամանակահատվածներ, սեզոններ, որ պետք է պարարտանյութեր ներկրվել հանրապետություն, այդ թվով Իրանի հանրապետությունից հաստատ չի գալու դա մեկ լուրջ խնդիր, բանջարեղեններ Հայաստանի հանրապետություն ներկրվում, վարունգա, լոլիկա, կաղամպագազերը, դրանք է չկան նշանակումը ունենանք այն խնդիրները, որ այս 8 տարի գիշեր ցերեկ ասում եմ։ Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց զգայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Ամեն որ ասում է ջաջուր պոեզը շուրգա, ստե ես ու դու ենք մեղավոր, հաստատ աշխարհի որ կետում մի խնդիր ունի, մենք այնքան զգայուն տնտեսություն ունենք արդեն, տնտեսություն չունենք, որպես այդպեսին ռիսկային համակարգ ունենք, որ մի ստեղ, մի բանը անմիջական ստեղ ազդում է։ Հեսա վարելիքի խնդիր կունենանք այս սեզոնին բարձրացում, բենզինի է, դիզվարելիք է։ Հնարավոր սահմանափակումների պարագայում այլընտրանքների մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ իրավիճակը ժամանակային առումով սահմանափակ է։ Այլընտրանքը մինչև հունիսի 7-ն է, իսկ հունիսի 7-ին առավել ևս, վերջի շանսը։ Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների 2024 թվականին Իրանից Հայաստանը ներմուծվել 628,51 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, եւ եթե Իրանը սահմանափակի պարենմթերքի արտահանումը, ապա դա բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։